Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Փարիզում է։ Նա հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ռազմական գործող խորհրդական Վինսեն Ժիրոյի հետ։ Քննարկել են պաշտպանության ոլորտում գործակցությունը եւ միջազգային անվտանգության հարցեր։ Պապիկյանը հանդիպել է նաեւ ֆրանսիական պաշտպանական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հիշեցնեմ, որ 2023-ին երկու երկրները ռազմական գործակցության պայմանագիր են ստորագրել, որոնց շրջանակում Ֆրանսիան Հայաստանին տրամադրում է պաշտպանական համակարգեր եւ աջակցում բանակի բարեփոխմանը։ Իսկ մինչ պաշտպանության ոլորտում քննարկվում է միջազգային գործակցությունը, բանակում միջադեպ է եղել։ Վարդենիսի զորամասում զինծառայողների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ։ Վնասվածքներ են ստացել 3 զինծառայողներ, որոնք այժմ գտնվում են հոսպիտալում։ Վնասված ստացած պահեստազորայինների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք բժիշկների հսկողության տակ են։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեն մեզ հայտնել է, որ վարժական հավաքի զորակոչված անձանցից մեկը ձերբակալվել է, իրականացվում են անհրաժեշտ գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։ Քաղաքական դաշտում վիճակը նույնպես լարված է։ Միջադեպ է տեղի ունեցել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ քաղաքացիների միջև։ Սիմոնյանի ազգային ժողով ժամանելու պահին նրան են մոտեցել քաղաքացիներն ու առաջարկել են զրուցել, ինչին ի պատասխան Սիմոնյանն ասել է, որ զրուցելու ոչ ժամանակ ունի, ոչ էլ ցանկություն։ Երկխոսությունը վերածվել է փոխադարձ հայհոյանքների։ Ալեն Սիմոնյանը վիրավորել ու հայհոյել է քաղաքացուն եւ հրահանգել հավաքել նրանց ազգային ժողովի մոտից։ Իրոպե։ Հանգիստ։ Քիչ առաջ ուրեմն Բերման են ենթարկում համահայկական ճակատ կուսակցության ղեկավարին Ալեն Սիմոնյանի հայհոյանքից հետո նրան կարգի հրավիրելու փորձելու համար։ Պարոնայք ոստիկաններ հստակ հայհոյեց Ալեն Սիմոնյանը։ Հայհոյանքը լսեցիք դուք։ Հարգելիներս հայհոյանքը լսեցիք պարոն Սիմոնյանի։ Քիչ առաջ Բերման են ենթարկում Արսեն Վարդանյանին, համահայկական ճակատ կուսակցության ղեկավարին։ Այս մարդը ինչ արել, ընդամենը հայհոյանքին է։ Այո, Ալեն Սիմոնյանը ինձ փորձել է վիրավորել։ Մի վարքյան, հա, խնդրում, լրատվամիջոցը, մի վարքյան։ Ինչի Բերման ենթարկեցիք այս մարդուն, Ալեն Սիմոնյանը հայհոյեց։ Ալեն Սիմոնյանը հայհոյեց, ինչ արեց այս մարդը։ Ուր տարա Վարդանյանը Արսենը։ Համահայկական ճակատ կուսակցության Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ միջադեպից հետո Դեմիրճյան փողոցից 2 անձի ներկայացրել են համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանի խոսքով Բերման են ենթարկել ակտիվիստ Միքայել Մարգարյանին եւ Արսեն Վարդանյանին, որը համահայկական ճակատ կուսակցության անդամ է։ Ներքին գործերի նախարարությունը նաև պարզաբանել է մայրաքաղաքում իրականացված խուզարկությունների պատճառը։ Քրեական ոստիկանության ծառայողները քննչական կոմիտեի հետ խուզարկություններ են իրականացրել մայրաքաղաքի մոտ 20 հասցեներում, որի արդյունքում գտել են թմրանյութերի արտադրամաս, զենք զինամթերք, կան ձերբակալվածներ։ Տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի գործի վերաբերյալ դատական նիստը։ Սրբազանը հայտարարել է, որ այն պաշտոնատար անձինք, որոնք խոսել են այս գործի մասին, ներառյալ դատախազը քննչական կոմիտեի նախագահը եւ մնացած բոլորը ստախոս են, զրպարտիչներ, խաբեբաներ, եթե չգան ու դատարանում վկայություն չտան։ Հայտարարություններ են արել, չէ՞։ Լավ, իրենք ուրեմն ինչ-որ տեղեկություն ունեն։ Ունեն թե չունեն, թողան վկայություն տան։ Սրա մասն է խոսքը, ուրեմն դատախազը հենց հիմա իմ խոսքերը խեղաթյուրում եմ, հենց հիմա։ Ինչու է անում դա։ Ինչ նպատակով։ Ես պարզ հայերենով եմ խոսել, եւ շատ պարզ հայերենով։ Գիտեմ, որ ինքը բանասիրական կրթություն չունի, միգուցե,
կամ բանասեր չէ, բայց վստահաբար հասկանում են։ Կառավարության նիստից հետո հնչած հայտարարությունները կրկին դարձել են ներքաղաքական բուռն քննարկումների թեմա։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Արցախի հարցին, նշելով, որ Հայաստանի առաջնահերթությունը խաղաղությունն է։ Նա նաև հայտարարել է, որ եթե նոր սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, իշխանությունը կրկին հանրաքվե կանցկացնի։ Փաշինյանի ճեպազրույցի առանցքային կետերը ռեպորտաժում։ Սուր հայտարարությունների նոր խմբականակ հնչեց կառավարության հերթական նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում։ Ես չեմ ասել եւ չեմ ասում, որ արցախցիները փախել են, ես ասում եմ, որ Ղարաբաղի այսպես կոչված էլիտան է փախել։ Դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Ես Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ոչ մեղադրել եմ, ոչ մեղադրում եմ, ոչ էլ կամ մեղադրեմ։ Կարելի է շատ բան ասել, բայց պետք է դրա տակ հիմք ունենա, փաստ ունենա։ Հիմա հարցը նրանում է, որ նախընտրական շրջանը փորձում են այդպես իրենց չկատարած դնել մեկ ուրիշի վրա, ասենք ժողովրդի տվյալ պարագայում Արցախի էլիտայի վրա։ Հակասություն կա Փաշինյանի հայտարարություններում։ Մետրոյում Փաշինյանի հետ բանավիճած արցախցի կինն էլիտա չէր, Փաշինյանի ձևակերպման մեջ էլ էլիտա եզրույթը չկար։ Բայց ամեն դեպքում Փաշինյանն արցախցիներին առ այսօր մեղադրում է չկռվելու համար։ Սուտա չի եղել տենց բան։ Չի եղել տենց բան։ Փախել են, ճողոպրել են։ Արցախի տարածքում այդ ժամանակահատվածում մնացել են ընդամենը 105,000 ազգաբնակչություն։ Դուք ոնց եք պատկերացնում այդ 105,000 ազգաբնակչություն, որի մեջ մտնում են ծերեր, երեխաներ, հիվանդներ եւ կանայք եւ այլն, կարողանային դիմադրեին թուրքական, ադրբեջանական միացյալ ուժերին, աբջեկցական խմբավորումների այդպես համալրված։ Շարունակելով մեղադրանքներն ու բացելով 2023 թվականի մեկօրյա պատերազմի շերտերը, Փաշինյանն ասում է, թե մարտական գործողությունների ժամանակ զինամթերքի առյուծի բաժինը մնացել է ձեռք չտված։ Դրանից առաջ մենք հնարավորություն էինք ստեղծել, որպեսզի տեղի ունենա քաղաքական գործընթաց եւ Ղարաբաղի իշխող շրջանակի որոշ ներկայացուցիչներ ոչ միայն խոչընդոտեցին, այլև իրականացրեցին իշխանափոխություն Ղարաբաղում եւ Հայաստանի ազգային ժողովում շնորհավորում էին իրար։ Եվ այս համատեքստում առաջարկում է դադարեցնել իր իսկ ձևակերպմամբ ցեղասպանությունների մրցավազքը եւ ժողովրդին չսնել նոր ցեղասպանությունների մասին տվյալներով։ Մեր տարածաշրջանում բոլորը բոլորին մեղադրում են ցեղասպանությունների մեջ։ Ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ։ Վերադարձի մասին խոսույթով մենք ստանում ենք վերադարձի մասին խոսույթ։ Եվ մենք էլի ասում եմ, այդ ամեն ինչը մի բանի մասին է։ Հայաստանի ժողովրդին, ներառյալ Ղարաբաղի ժողովրդին թույլ չտալ, որ խաղաղվեն։ Նրանց պահել պանդուխտի եւ գաղթականի կարգավիճակով, հույս տալով, թե էսա մի օր ցեղասպանությունը կճանաչի միջազգային հանրությունը։ Փաշինյանը իր կերպարով որպես անձ, անհատ եւ այլն եւ որպես քաղաքական միավոր գործիչ չեմ անվանում, որտեղ իրեն չեմ ընդունում կապկողներին եւ կամակատարներին քաղաքական գործիչ համարել, ինքը իր անպատկառությունը, անինքնությունը, անինքնասիրությունը բացահայտել է բոլոր այս 8 տարիների ընթացքում տարբեր ֆորմատներով, տարբեր ձևաչափերով եւ եղանակներով։ Փաշինյանն այս համատեքստում ասաց, որ իրենց քաղաքականությունը եւ ռազմավարությունը հետևյալն է. պետք է խաղաղվել եւ տեղեկացրեց, որպես Հայաստանի վարչապետ ընդհանրապես հրաժարվում է պատմական արդարության վերականգնման օրակարգից։ Ես կարծում եմ, որ պետք է արդար իրականության հետևից գնալ եւ ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու հետևից գնալ, որովհետեւ մենք ինչքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվելու ենք նորանոր պատմական անարդարությունների։ Եվ ես պարտքս եմ համարում սրա մասին տեղեկացնել։ Ինքը լավ տեղավորվում է կամ փորձում է տեղավորվել այսօրվա անիշխանության եւ միջազգային, ասած համակարգի, միջազգային իրավունքի մասնակի կոլապսի մեջ, հասկանալով, որ օրենքները չեն գործում, ուրեմն կարելի է այստեղից պատուհան օգտվել է, ժխտենք ցեղասպանությունը, ակնկալիքներ չունենանք եւ այլն, եւ իր քայլերը պրակտիկորեն երևում է հուշարձանը ջարդելու, ավիրելու վանդալիստական գործողության առումով։ Տնօրենները, որ իր կամակատարներն էին, բերեց ինչ կարգի խայտարակություն եւ ինչ կարգի վնաս բարոյական հասցրեց։ Հետո կրկին բացվեց նախկինների թեման։ Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եւ նրանց քաղաքական ուժերը ներկայացնում են ում ասես
բացի Հայաստանի ժողովրդից։ Նրանք Հայաստանի ժողովրդի հետ կապ չեն ունեցել երբեք։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանն է, որ իր առաջնորդությամբ Հայաստանը եւ հայ ժողովրդին ներքաշել այս ավանտյուրայի մեջ։ Իսկ արդեն կառավարության նիստին վանեցուն կամ խոյեցուն անվանեց կայսերական հայրենասեր։ Այդ ինչ երևույթ է, որ մարդը ծնվել մեծացել է Հայաստանում, ասինքն ապրում է, ենթադրենք Քաջարանում կամ Դիլիջանում կամ չգիտեմ որևէ տեղ։ Ինքը ստեղ է ծնվել մեծացել, իր հայրը ստեղ է ծնվել մեծացել, բայց ասում ես դու որտեղից ես, ուզում ես իմանաս որտեղ է ապրում, փողոցը, բանը եւ այլն։ Ասենք մարդը կարող ասի ես Վանից եմ։ Նրանցից ակնկալել ինչ-որ ստապ բանական բան, որը պետք է համապատասխանի Հայաստանի օրենքներին եւ սահմանադրությանը, անիմաստ զբաղմունք է։ Ինչպես եւ անիմաստ զբաղմունք է ակնկալել, որ որևէ դատավոր կունենա ինչ-որ խիղճ իր մասնագիտական պարտքը, կրթությունը կհարգի, իր վաստակը կամ մասնագիտական պարտքը կհամարի կալանել հենց նույն անձին։ Եվ որպես վերջաբան առաջիկա ընտրությունների մասին այստեղ էլ թիրախային խումբը լրագրողներն են։ Փաշինյանը լրագրողներին է սպառնում։ Ըստ նրա, երբ ինքը չի լինի վարչապետ, լրագրողները 4 ժամ անց կմնան գործազուրկ եւ պետք է իր խոսքով ֆայլաբազարում կանգնեն, որ փող վաստակեն։ Իսկ կառավարության շենքից դուրս բողոքի ակցիա էր։ Հույդա Հայաստանի երիտասարդական միության անդամները բերել էին իշխանականների լուսանկարները, որոնք արվել են տարիներ առաջ Արցախում։ Ալեն Սիմոնյանի եւ այլ իշխանականների վերջին հայտարարություններից հետո երիտասարդները որոշել են ակցիա իրականացնել։ Լուսանկարներն ակցիայից հետո թողել են կառավարության շենքի մոտ։ Պետությունները եւ ազգերը պատերազմների հետևանքով չեն կործանվում, այլ կործանվում են կամքից, հայրենիքից, ազգային պատկանելությունից եւ արժեքներից զուրկ ղեկավարների անողնաշար որոշումների հետևանքով։ Քաղաքական դաշտում կարող են փոխվել մարտավարություններ, կարող են փոխվել իրավիճակներ, բայց հայրենիքն ու արժեքները փոփոխության ենթակա չեն, սակարկման եւ վաճառքի ենթակա չեն։ Այս լուսանկարները մնալու են որպես ձեր երկերեսանիության փաստ, քանի դեռ դուք չեք կանգնել, չեք առերեսվել իրականությանը եւ հետ չեք կանգնում հանձնման եւ կործանման ճանապարհից։ Իսկ զոհվածին ծառայողների ծնողները հավաքվել էին գլխավոր դատախազության շենքի դիմաց ու հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ասում են Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Հանցանքի մասին հաղորդում էր ներկայացվում, որը ստորագրեցին ծնողները, զոհվածին ծառայողների ծնողները։ Հաղորդումը ներկայացվել է նրանց ցանկությամբ, կազմել եմ ես։ Վերաբերում էր 3 Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Հիմա ասեմ, մինչև այդ հայտարարությանը հասնելու ուղղակի կարծում եմ, որ նաև մեզ լսում են, կամ լսում են նաև Նիկոլ Փաշինյանը եւ մի խնդրանք իրավաբանների անունից, խնդրում ենք մի փոքր մեղմել հռետորաբանությունը եւ օգտվել երբեմն նաև սահմանադրական եւ կոնվենցիոն լռելու իրավունքից, որովհետեւ անկեղծ եմ ասում, իրավաբանները չեն հասցնում հանցանքների մասին հաղորդումներ ներկայացնել, երբեմն նաև չենք լուսաբանում, պարզապես ներկայացնում ենք, բայց օրինակ մեր գրասենյակը վերջին 3 օրերի ընթացքում արդեն 3-րդ հանցանքի մասին հաղորդումներ ներկայացնում։ Առաջի երկուսը վերաբերում էին ընտրակաշարքին ակնհայտ, երբ իր նախընտրական, այսպես ասած, իրականում նախընտրական, սակայն ներկուսակցական քարոզարշավի ընթացքում անձին խոստանում էր 12000 դրամով աշխատավարձ իրեն եւ իր ընկերներին, երկրորդը ներկայացվել է մեկ այլ դեպքի վերաբերյալ, երբ սպառնում էր պատերազմով, եթե չկազմեն մեծամասնություն, սահմանադրական մեծամասնություն, այդ թվում նշում էր նաև ոչ միայն ընտրություններով։ Եվ այսօր երրորդ հաղորդում ենք ներկայացնում, հաղորդումը երեկվա հարց ու պատասխանի որոշակի հատվածն է, Մարիա Կարապետյանի կողմից տրված հարցինի պատասխան, երբ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2020 թվականին գնացել են զոհողությունների, փրկելու համար, գիտակցված դիտավորյալ զոհողությունների, փրկելու համար եւ շարունակությունը արդեն իսկ ծեծված, արդեն իսկ մաշված, արդեն իրենց արժեքը կորցրած այդ արժեքներն են պետականության փրկության համար, ինքնիշխանության փրկության համար։ Այսինքն ինքը ըստ էության ընդունեց, որ այնինչ կատարվել է 2020 թվականի ընթացքում, իսկ հասկանում ենք, որ դա 44 օրյա պատերազմի ընթացքն է, այն ամեն ինչը որ կատարվել է, իր դիտավորյալ զոհողությունների արդյունքն է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանը աղաչում է գործարք կնքել։ Նրա խոսքով Վաշինգտոնը Թեհրանին ուղարկել է 15 կետից բաղկացած առաջարկների փաթեթ հակամարտությունը դադարեցնելու հնարավոր բանակցությունների համար։ Թրամփը նաև պնդել է, որ Իրանի հրթիռային ներուժի մեծ մասը արդեն շարքից դուրս է բերվել։ Նրանք հիմար չեն։ Իրականում որոշակի իմաստով նրանք շատ խելացի են։ Նրանք պիտանի մարտիկներ չեն, բայց հիանալի բանակցողներ են եւ աղաչում են գործարք կնքել։ Ես չգիտեմ, թե մենք կարող ենք արդյոք դա անել։ Ես վստահ չեմ, թե պատրաստ ենք դրան։ Նրանց հրթիռներից մեկը թռել էր 2500 մղոն։ Նրանք իբր նման հրթիռ չունեին։ Մենք իրավացի դուրս եկանք այդ հարցում։ Մենք ոչնչացրել ենք նրանց պաշտպանական արդյունաբերական բազան։ Նրանց ռազմածովային ուժերը փաստացի վերացված են, ավիացիան նույնպես։ Հրթիռների եւ արձակման կայանքների զգալի մասը շարքից դուրս է բերվել։ Իսկ առանց այդ կայանքների հրթիռներն ինքնին անօգուտ են։ Իրանի նախագահը ռուսերենով շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի իշխանությանն ու ժողովրդին Իրանի հանդեպ ցուցաբերած աջակցության համար։ Նա նշել է, որ Ռուսաստանի աջակցությունը ոգեշնչում է Իրանի ժողովրդին այս պատերազմում։ Ուկրաինայի հարցն էլ է շարունակում մնալ միջազգային օրակարգում։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ընդգծել է, որ Ուկրաինան չպետք է համաձայնի տարածքային զիջումների, օրինակ Դոնբասի վերաբերյալ, քանի որ դա սխալ մոտեցում կլինի։ Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ չի պատրաստվում դուրս բերել երկրի զինված ուժերը Դոնբասից, անգամ ամերիկյան անվտանգության երաշխիքների դիմաց, քանի որ այդ ամրաշինությունները արդեն ապահովվում են անվտանգության կարևոր մասը։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում են տեղումներ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 10-ից 12, իսկ երեկոյան 8-ից 10 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 12-ին է, կհանդիպենք։